Օրվա իշխանությունների դավաճանական գործունեության արդյունքում ձեր մարզը դարձել է սահմանամերձ։ Թշնամու զորքը քարվաճառը հանձնելուց հետո հասել է սոթք։ Իշխանությունները դավաճանաբար հանձնելով Արցախը լծվել են մնացած Հայաստանի հանձնման գործին։ Քանի դեռ մենք լուռ ենք, քանի մնում ենք մեր տներում, օրվա իշխանությունը մեր անունից հանձնում է մեր երկիրը թշնամուն։ Ադրբեջանի պահանջով կրճատում է բանակը, Ադրբեջանի պահանջով փոքրացնում է հայկական բանակը, Ադրբեջանի պահանջով փոխում է սահմանադրությունը։ Ոչ ենք անում բոլորին։ Ազգային ժողովրդավարական բևեռը Մարտունի քաղաքում է։ Մենք արդեն ազգային ժողովրդավարական բևեռի պաշտոնական էջով հայտարարել էինք, որ այսօր ազգային ժողովրդավարական բևեռը այցելելու է Գեղարքունիքի մարզ, Մարտունի քաղաք, Գավառ քաղաք եւ Սևան քաղաք։ Այժմ մենք Մարտունի քաղաքում ենք։ Ես այս ուղիղ եթերը կազմակերպեցի, որպեսզի մեր հայրենակիցները, մեր աջակիցները, նաև Facebook-յան իմ ընկերները տեղեկացված լինեն, որ ազգային ժողովրդավարական բևեռը այս պահին Մարտունի քաղաքում է։ Այսօրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ ես կկազմակերպեմ ուղիղ եթերներ, որպեսզի դուք տեղեկացված լինեք, թե որ ժամին մենք որտեղ ենք գտնվում։ Այստեղ բևեռի խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյան եւ Եղիշե Պետրոսյանն են, բևեռի խորհրդի անդամներից առաջի եռյակը, ինչպես նաև դուք մի փոքր բարձր պահեմ, այսպես կարող եք տեսնել մյուս մեր աջակիցները։ Իհարկե շատ մեծ խմբով չենք եկել, ինչու, որովհետև սա հանրահավաք չէ, պարզապես իրազեկում է։ Սրանից առաջ էլ արդեն մենք տարբեր մարզերում եղել ենք ուրեմն Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, վաղը մեզ դիտողներին տեղեկացնեմ, որ վաղը մենք լինելու ենք Վանաձորում, ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամներից լինելու է Արա Պապյանը, ուրեմն նաև մեծ հավաքույթ է կազմակերպված Արա Պապյանի հետ, դուք կարող եք ազգային ժողովրդավարական բևեռի էջից տեղեկանալ, թե որտեղ է լինելու, այս պահին ես չեմ հիշում հասցեն, բայց նաև լինելու է հանդիպում պարոն Պապյանի հետ, դահլիճային հանդիպում է դա լինելու, որտեղ դուք կարող եք գալ եւ ձեր հարցերը ուղղել պարոն Պապյանին։ Լավ, ես փորձեմ օգտվելով առիթից, պարոն Սեֆիլյան, կարծես թե հիմա արդեն մարզերում նաև խորհրդի անդամներին կտեսնեն մեր հայրենակիցները, մի քանի խոսքը խորհրդի անդամներին տեսնում եք։ Այո, խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Եղիշե Պետրոսյանը։ Ինչ կարդես է, պարոն Պետրոսյան։ Սա իմիջայլոց ես մոտ բերեմ, ձեզ ցույց տամ։ Սա ուրեմն տեսեք, Դավաճան Նիկոլը Հայաստանի կրծոտած քարտեզն է ցույց տալիս եւ Արարատը եւ մեր մնացած ազգային սիմվոլները, ասում է որ չկա, մենք ունենք այս կրծքանշանը հակադարձելով թշնամի Նիկոլին, Արարատը մերն է եւ մերն է լինելու։ Արարատով ամեն ինչ ասված է։ Այո, եւ Հայկ Նահապետն է, Հայկը հաղթելու է բերին, ժողովուրդ ջան։ Արարատը մեր էությունն է, մեր ամեն ինչն է։ Այսինքն մենք ըստ էության այդ սովետական գրծոտված քարտեզին պատասխանում ենք Մասիս Սարով, ինչպես ասեցի, Հայաստանի Հանրապետության իրավական քարտեզով։ Լավ, ինչ կասեք, արդեն այսօր 14-րդ օրն է,
ուզում եմ ձեր կարծիքը իմանալ, ընդհանրապես ինչ կասեք, ինչպես է ընթանում ժողովրդի տրամադրվածությունը, ինչ եք մտածում։ Ես իմ ամբողջ հույսը այս ընտրություններում կապում եմ ազգի հետ։ Կա ժողովուրդ եւ կա ազգ, այսինքն ազգի ամբողջ բովանդակությունը կրող հասարակություն։ Եթե կա ազգ, որը արժանապատվության իր իրավունքների, իր ապագայի համար մտահոգ է, ուրեմն նա պետք է ականջալուր լինի ազգային ժողովրդավարական բևեռի ասածներին, որովհետև այսպես անպատիվ, անհեռանկար ապագան անթույլատրելի է, հատկապես մեր նման փոքրաթիվ ազգի կամ փոքրիկ պետության, որ այս պայդրությամբ այդ փոքրիկ պետության համար։ Այնպես որ հույսս ազգի այդ որակի վրա է։ Նրանք պետք է գիտակցեն, որ ի վերջո սա անթույլատրելի բան է։ Այս նվաստացումը այսպիսի սենց նահանջկոտ, ընկրկող եւ անպատասխանատու վերաբերմունքը թե ժողովրդի, թե ազգի պատվի, թե մեր պետության նկատմամբ անթույլատրելի բան է։ Ես ինքս կուսակցական չեմ, չնայած Բևերի խորհրդի անդամ եմ, հիմնադիր անդամ եւ կոչ եմ անում, ականջալուր եղեք, փորձեք բովանդակային հասկանալ, հայկական հայկական սա կենացների բան չէ, գիտեք, գալ ընտրությունից ընտրություն, ակլորակռիվ ասկսում, ով ավելի շատ փող կծախսի, ով ավելի բարձրագույն բաներ կասի, ու ժողովուրդն է տեսել է, որ հիմնականում դա սիմ բաներ են եւ կյանքում փոխվում է թեթևակի ինչ-որ մի բան, որը չի կարող չփոխվել, որովհետեւ այսքան հարկահավաքության պարագայում պետք է ասֆալտել անեն, բա ինչ պետք է։ Այո, բնական է։ Մենք արդեն բնական բաները ինչ-որ արտասովոր, վայ տեսեք Նիկոլե եկավ, ասφalt, բայց բա ինչ պետք է անել, դա էլ չի։ Իրաց գործը է դա։ Այնպես որ շատ կարևոր է, որ փորձեն բովանդակային հասկանալ, մի քիչ անալիզով ընկալեն, այն ինչ որ առաջարկում ենք մենք։ Մեր առաջարկը մեր իրավունքներին հավատարիմ մնալն է, պատասխանատու լինելն է երկրի ազգի համար, ընդ որում դա չի վերաբերում միայն Հայաստանի բնակիչ հասարակությանը, դա վերաբերում է համայն հայությանը, որովհետև սա, չգիտեմ, արմատի հետ գործ ունենք, արմատը վնասվելու եզրին է, մենք պետք է պահենք մեր արժանապատվությունը, մեր իրավունքները, իսկ արդարություն հաստատելուց հետո արդարություն եւ հանդուրժողականություն հաստատելուց հետո իրական ոչ թե sense բսկտված հասարակություն։ Դրանից հետո ինքան հեշտ կլինի թե բիզնես կառավարելը, թե դեր կանգնելը ամեն ինչին, թե մշակույթ զարգացնելը, թե բժշկություն զարգացնելը, տնտեսական ախր տնտեսությունը արդարություն է ուզում։ Ցանկացած գործի մեջ եթե չկա արդարություն, արդար մոտեցում, ուզում է դա լինի, չգիտեմ, արդարադատական ինստիտուտները լինեն, մշակութային ինստիտուտները, կրթական ամեն ինչը արդար հենքի վրա պետք է լինի։ Մենք դրա ջատագովն ենք։ Մենք ուզում ենք, որ այնպիսի հիմքեր գցենք Հայաստանում, որ ինքը արդեն, չգիտեմ, ամեն մի հայ համար երազելու տեղ լինի։ Տուն, այդ օջախ, այդ տակ տեղը, որ ուր էլ գնաս,
ուզում ես գաս քոտուն, այ այդ ձև միջավայր լինի, որ մարդիկ ուղակի, չգիտեմ, սենց ու Արմինե ջան, ասեմ, դա ինքան հեշտ է։ Հա, պարոն, ես էլ եմ, պարոն Պետրոսյան, վստահ։ Մեր ժողովրդի մոտ այս պառակտվածությունը անցել է, որտեվ Այս արդեն բանա, բոլոր սահմաններ անցել է այս պառակտվածությունը։ Հե ու հենց Նիկոլը դիտավորյալ է սա անում, պարոն Պետրոսյան։ Ցավոք սրտի 18-ին մեծ հնարավորություն կար այդ էներգիան օգտագործել համայն հայության ներուժը օգտագործելու համար, բոլորին մոբիլիզացնելու, դեր կանգնելու Արցախին եւ այլն եւ այլն։ Իսկ մենք ինչի եկանք հասանք։ Այո։ Մի քանի տարում եկանք հասանք աղետալի իրավիճակի։ Եվ հիմա ոչ խաղաղություն կա։ Պատերազմել օդից կախված է։ Իհարկե, Ընդ որում մեզանից չի կախված։ Այո։ Դա կախված է մեր թշնամու կմահաճույքից։ Միանշանակից։ Կմահաճույքից։ Այսօր կուզեն, այսօր կզարդեն։ Այո։ Ու վստահությունը ժողովրդի մոտ չկա, որ ատամները կփշրվի։ Բա այնպեսի մտնոլորտ պետք է անես, որ ժողովուրդը վստահ լինի։ Այո, իրական մեջ իրեն ապահով զգա։ Այո, որ ցանկացած ոտնձգություն ատամները փշրվելու է։ Մեկ сайн կուզում։ Ես անձամբ այս ամեն ինչի մեջ միայն դրա համար եմ, որովհետև անհնար է կողքից դիտող լինել, երբ որ նման բաներ է կատարվում, ամեն սրբությունների հետ, որը քեզ ամբողջ կյանքում առաջնորդել է եւ քո համար դարձել է ճանապարհ ուղենիշ, հա, ու հիմա այդ ամեն ինչը աչքիդ առաջ քանդվում է ու ստացվում է դու այն ինչ որ գիտեր, այն ինչ որ պատկերացնում ես միֆա, սուտա եւ այլն սուտ չի պետք է շուռ տալ 180 աստիճանով շուռ տալ եւ իրականում կառուցել այն ինչը շատ հեշտ է կառուցել Միանշանակ։ արդարությունը, արժանապատվությունը եւ նպատակը։ Եվ ստեղծարար ազգը պատրաստ է դրա համար, որովհետև մենք արարչագործություն ունենք։ Եվ ինձ ինչն է ուրախացնում Արմինե ջան, որ Բևերի խորհրդում հավաքվել են մարդիկ, չգիտեմ, որոնք ինքան անկաշար, ինքան նվիրալ են այս գաղափարներին, հա, ու ինձ շատ հեշտ է, ես մենակ չեմ։ Այո։ Ես մենակ չեմ, ինձ շատ հեշտ է։ Ես կարամ Ես կարամ ում միան միտպես փոխեց շեղեց մարդը մարդը այնտեղից բացականչում ասում է միացեք բոլորդ միացեք, հա։ Հիմա Այսինքն ոնց միանանք իրար ինչի հետ չէ՞ որ համատեղելի պետք է լինի ոնց կարելի է բացասական եւ դրական մագնիսները իրար միացնել։ Չարն ու բարի ոնց կարող են իրար հետ լինելի վերջո։ Լավ, պարոն Պետրոսյան, մենք տեսակ պարոն Պետրոսյանի հետ բաց զրույց էինք ունենում մեր հոգսերից։ Ես ավարտեմ ուղիղ եթերը, սա ընդհանրապես տեղեկություն էր, մի փոքր էլ փորձեցինք մեր դարդուցավերից խոսել պարոն Պետրոսյանի հետ եւ ասել, որ սիրելի ժողովուրդ, չենք հանձնվում, չենք նահանջում, ազատ անկախ Հայաստանը կերտվում է, ազատ անկախ Հայաստանը պայքարով ստեղծվում է, հետո մենք կշարունակենք մյուս քաղաքներում լինել եւ այդ ժամանակ ունեք ինչ-որ բան ասելու, հա? Ես մի բան եմ ուզում ասել։ Սիրելի ժողովուրդ, ամեն նոր բան, ամեն առաջադեմ բան սկզբից մարդկանց կողմից ժխտումով է գնում։ Երբ որ կա մի քիչ անհավատալին, երբ որ կա պատասխանատվություն չվերցնելու վիճակը, հա, ու մեր գաղափարները միգուցե մի քիչ առաջ են ընկած, բայց մենք այդ սաղմերը պետք է գցենք, որպեսզի ի վերջո, գիտեք, չկա այդպիսի մի հեքիաթ,
որը լավով բարին չհաղթի։ Ավարտը բարին է։ Անպայման եւ դա արդար վերջաբաննա, չէ՞։ Այնպես որ եթե այսօր չեք ընկալում, փորձեք հələ հասկանալ մեր ճանապարհային քարտեզը տարրական տրամաբանություն է, որպեսզի կարողանաս այդ ճանապարհային քարտեզը ընկալես եւ հասկանաս թե ինչ արդյունք կունենաս ճանապարհը անցնելու է քայլողը անհնարը ակետից բեկետ գնալ առանց քայլելու Կանգնած ուզես բեկետ հասնես էլի կանգնած սպասես թե եսի ինչ կա այն անխելք մարդու պատմությունն է այնպես որ այս գաղափարները արժանի են հավանության արժանի են սատարման արժանի են աջակցման եւ վաղ թե ուշ մեր ազգը գալու է այս գաղափարներին տեսեք առաջին հանրապետության աննա որը մեզ պաշտպանելու է նոր ագրեսիաներից այ խաղաղություն դա է վերելու որովհետեւ այս երկու մեր ագրեսիվ հարևանները միայն դրանից են սարսափում Մենք էլ մեր հայրենիքի տեղը չենք փոխելու ահա այնպես որ Իգործ այնպես որ սիրելիներս իգործ չենք նահանջում չենք հոգնում ու մի կարևոր բան է բոլորս պետք է հունիսի 7-ին գնանք ընտրատեղամասեր հիմա օրենքով էլ եթե դու գրանցված կանության ներքին գործերի ոստիկանության բաժին տեղեկանք ունենալ մի պահ ընդհատվեց ուրեմն տեղեկանք ունենալ եւ գնալ այն քաղաքի տեղամասերից մեկում մասնակցել ընտրությունների որտեղ դու ապրում ես անգործությունը դավաճանության հավասար է բոլորս պետք է գնանք հունիսի 7-ին ընտրատեղամասեր եւ ընտրենք համար 8-ին համար 8 ազգային ժողովրդավարական բևեր ազգայինը պետք է լինի ազգային ժողովում սիրելիներս իգործ հանկարծ մի հատ ոչ վախեցեք ոչ կասկածեք ուժին ազգային ժողովրդավարական բևերին լավ ավարտում եմ ուղիղ եթերը հաջորդիվ կունենանք էլի ուղիղ եթերներ որպեսզի ձեզ տեղեկացնեմ թե որտեղ ենք մենք գտնվում լավ կացեք պինդ մնացեք սիրելիներս